Կեսարյան հատումից հետո բնական ծննդաբերություն 4 կիլոգրամ քաշով Նաստյան արդեն մայրիկի գրկում է առողջ ու խաղաղ։ Կեսարյան հատմամբ ծննդաբերությունից գրեթե 1 տարի անց երկրորդ հղիությունս էր։ Հիմա Երևանում ենք բնակվում ու հայ բժիշկների շնորհիվ խոշոր քաշով երեխաս ծնվեց բնական ճանապարհով։ Ամեն ինչ բարեհաջող է ընթացել։ Նաստյան միակը չէ, որ ծնվել է բնական ճանապարհով առաջին կեսարյանից հետո։ Միայն այս բուժկենտրոնում 1 շաբաթում եւս 2 նման դեպք է գրանցվել։ Բժիշկները նշում են, հիմա ամբողջ աշխարհում խրախուսվում է կեսարյանից հետո բնական ծննդաբերությունը, եթե իհարկե դա կատարվում է գինեկոլոգի հստակ ցուցմամբ։ Ցանկալի է, որ լինեն 1 կամ 2 մաքսիմում կեսարյան հատումներ, որի դեպքում տոկոսը բավականին բարձր է, մինչև 75% կարելի է ինքնուրույն ունենալ երեխա բնական ճանապարհով 1 սպի ունենալուց արգանդի վրա։ Բարդությունների տոկոսը, եթե հաշվի առնել մինիմալիզացնել ամեն ինչ բարդությունները, իր բարդությունների տոկոսը այդ դեպքում կազմում է մինչև 1%։ Դա 100 կնոջ մոտ 1 դեպքում կարող է զարգանալ։ Ռիփսիմեի 3-րդ բալիկն է։ Կեսարյան հատումից 5 տարի անց հաղթահարեց վախերը, վստահեց բժշկին եւ որոշեց հաջորդ երեխան պետք է լույս աշխարհ գա բնական ճանապարհով։ Բարդությունները վիրահատական, հետվիրահատական շատ դժվար է, այն որ նույնիսկ քո բալիկին չես կարում գրկես, նորմալ խնամես, ինչ որ պետք է։ Ես խորհուրդ եմ տալիս, եթե կա մի փոքր բժշկի ցուցում եւ հնարավորություն թող ունենան բնական ճանապարհով։ Բժիշկը բնական ծննդաբերության առավելություններն է նշում։ Մենք գիտենք, որ կեսարյանից հետո կաթարտադրությունը բավականին ձգձգվում է եւ 1 օր հետո է սկսում։ Իսկ բնական ճանապարհով անմիջապես ծննդաբերությունից հետո կրծքի է դրվում երեխան եւ այդ լակտացիայի պահը ավելի շուտ է զարգանում, ավելի կապը ամուր է լինում կնոջ եւ իր երեխայի հետ միասին։ Պետք է նշել, որ արգանդի սպին դա դատավճիռ չէ եւ չի հանդիսանում բացարձակ ցուցում կրկնակի կեսարյան հատում իրականացնելու համար։ Այսօր մենք ունենք բոլոր հնարավորությունները պատշաճ կերպով հետևել մոր եւ պտղի վիճակին նման ծննդաբերությունը բարելու ժամանակ։ Մասնագետների խոսքով յուրաքանչյուր դեպք անհատական է եւ ճիշտ գնահատման պարագայում բնական ծնունդը կարող է լինել անվտանգ ու հաջողված ընտրություն։ Նարեկ Ոսկանյան, Սեյրան Անտոնյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր։